Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Ամեն ինչ շաբթի օր ցեզի խոսիմ հայաստանյան ցարակելական մեր Սուրբ Եկեղեցվո ուղղափառ հավանության մասին, զգուշացնելով մեր ժողովրդի զավակները աղանդավորական կամ հեթանոսական կամ ովե մեկ տեսակ անաստված փիլիսոփայական ուսուցումներեն, որբեսի չշեղիկ եւ կարողանաք ծեր հավատքը պահպանել Տեր Հիսուս Քրիստոսի վրա Սուրբ Երրորդության վրա եւ նաեւ սիրելիներ ծեր փրկությունը, որ ամենակարևորն է, չգործընծնեք։ Անցնող գիրակի օր Վարդավառի դոններ եւ ինչ որ տեսանք Երևանի հրաբարագին վրա կատարված անիգա այլևս վարդավառ չէր, իսկապես որ հոգիս խռովեցավ, ամբողջ մարմինովս սոսկացի, այնտեղ անաստվածություն էր, այնտեղ ամփոխ մներ խելակարված, գիրքերով լեցուն, շնական միտքերով լեցուն, այնտեղ ոչ ժողովրդական բար կար, այնտեղ ոչ ժողովրդական հոգի կար, այլ այնտեղ ուղագի քազանացած, հարբեցած, մոլորած ամփոխ էր։ Եվ անիգա սիրելիներ հոգևոր շնություն է։ Գամուսին մը որ դեսնե որ իր գինը շնությամբ կսպաղի եւ չփարգանա, չզայրանա։ Նույնպես ալ Աստված սիրելիներ խիստ գզայրանա եւ վստահ եմ զայրացած է Տերը մեր ազգի քանի որ առաջ կատարած այդ Վարդավառի դոնի անունին տակ հոգևոր շնութենեն։ Նախ երկու բառով բացատրեմ թե ինչ է Վարդավառը։ Հաջող միշտ մարդիկ, որոնք հայաստանյան ցարակելական Սուրբ Եկեղեցվո չեն պատկանիր, պատրաստ են հարցակելու հայ եկեղեցու վրա ասելու համար, որ դուք եք որ հեթանոսությունը պահպանած եք։ Ամեն բանի առաջ այդպիսի մարդոց կպատասխանեմ։ Մեր վարդապետությունը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցման վրա, Աստվածաշունչի վրա, մեր եկեղեցվո թավանությունը, շարականները, եկեղեցվո հայրերու ուսուցումները, բոլորն ալ ճիշտ հագարակն է որ կբնթեն, այսինքն հեթանոսությունն է որ կհալածեն, ինչպես որ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հեթանոսությունը հալածեց մեր ժողովրդի կյանքի մեջ են։ Փակիները խորտակեց, ինգացուց եւ ամբողջությամբ բշրեց ցանոնք եւ ժողովուրդը առաջնորդեց դեպի լույս Աստված գիտություն։ Իսկ եթե անուններ մնացին ինչպես Վարդավառն է, որոնք հին հեթանոսությունն մարդոց մեջ մտածեին, անոր մասին ալ գուզեմ այսօր խոսիլ։ Շատ հետաքրքրական է սիրելիներ, որ Վահան Վարդապետ Դերմինասյանը սկանչելի գիրք մկրած է 1904 թվականին, գիրքը կգոչվի Անկիր դպրություն եւ հին սովորություններ։ Այնտեղ երբ կխոսի Վարդավառի չրոցի մասին, թե ինչպես Վարդավառի ժամանակ ճուր գսրսկեն, այնտեղ կբացատրե, թե մեծ հավանականությամբ այս դոնը հիշադակն է չրհեղեղի, որ երբ չրհեղեղը թատրեցավ եւ դաբանը հանգչեցավ Արարատ լերան վրա, ու նոյ իր երեք զավակներով, անոնց իր հարսերով, երեք հարսերով եւ իր գնոջմով դուրս եկավ, դակավին երգիրը ճուր գար, երգի վրա, հետաբար իրարուրա ճուր սրսկեցին եւ աղավնի terցուցին, ինչպես գիտենք, խաղաղության աղավնի, եւ այդ չրոցը հիշադակ մնաց, որ դերը զիրենք բրգեց։ Աստվածաշունչի մեջ այդպիսի բան չկա բացարձակ կերպով։ Լավ գիտնանք։ Ոչ ալ Աստվածաշունչի մեջ կսե իրարու վրա ճուր տապեցեք եւ խաղցեք այդպես։ Բացարձակ։ Ասիկա հին ավանդութենեն եկած է սիրելներ, բարձաբես ասելու համար, որ հեթանոսությունը հետո է որ հեթանոս ճուրի Աստուծո դոնը սկսավ դոնել, բայց այլապես Նոյան դաբան երբ հանգչեցավ Արարատ լերան վրա, ատկե վերջ մարդիկը սկսան հիշելու համար չրհեղեղը,
այդ օր համար իրար վրա ճուրնել, ճրոցինել։ Բայց այլապես այդ օրը վարտավարի օրը հայաստանյա ցարակելական Սուրբ Եկեղեցին գեի շտակե մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի բայձարագերբության դոնը այլագերբվիլը Հիսուսի եւ այդ մասին կգարտանք երեք ավետարաններու մեջ կգարտանք նախ Մատթեոսի ավետարանի 17-րդ գլխու մեջ Մարգոսի եւ Ղուկասու ավետարաններու 9-րդ գլուխներու մեջ թե ինչպես Տեր Հիսուս Քրիստոս իր 12 առաքյալներեն 3-ը արավ իր հետ Պետրոսը եւ երկու եղբայրներ Հակոբոս եւ Հովհաննեսը եւ բարձրացավ թափորներ եւ այնտեղ իրենց դիմաց այլագերբվեցավ իր աստվածային փառքով երևցավ բայձրագերբվեցավ արևեն ավելի հզոր լույսով եւ Աստված հայր Աստվածը երկինքեն խոսեցավ եւ ասավ ասիգա է իմ սիրելի որդիս անոր մտիկ ըրեք իսկ մեր հայրաբետներեն հայրերեն սուրբ հայրերեն սուրբ Գրիգոր Դատեվացի վարտաբեդը գմեգնե վարտավարը հետևյալ ցևով վարտավար կնշանակե գսե վարտին բացվիլը ինչպես որ վարտը նախքան բացվիլը երբ գոգոն վիճակի մեջ իր քեղեցկությունը իր ամբողջ ուրեմն բնությունը իր մեջ ծածկած է գոգոն վիճակի մեջ եւ ապա երբ որ գբացերի ուրեմն իր քեղեցկությունը գհայտնե իր ամբողջական էությունը գհայտնե վարտը այդպես ալ գսե Քրիստոս եւ մարմնացավ մարտացավ ծնավ գադարելաբես գոգոնի պես ծածկեց իր աստվածային փառքը սակայն այլագերբության բայձարագերբության ժամանակ դերը վարտի նման փածավ իր աստվածություն այսինքն ցույց տվավ աշակերտներուն թե ինքը ճշմարիտ աստված է ահավասիկ վարտավարի խորուրդը բացարձակ կերպով եկեղեցին հեթանոսություն չէ որ գկարոզե կամ գբահե այլ ընդհակառակը գչրե հեթանոսությունը եւ գահիտնե որ դեր Հիսուս Քրիստոս ինքը ճշմարիտ աստվածն է որ երբ մարմնացավ ծածկեց աստվածությունը իր մեջ եւ այլագերբության ժամանակ բացահայտեց եւ երբ դերը վերադառնա հավիտենական իր փառքով պիտի կա աստվածային իր փառքով պիտի կա ու պիտի առաջնորդե մարդիկը դեպի հավիտենական փրկություն հետևաբար ճուրը սիրելիներ Սուրբ Գիրքի մեջ միշտ եղած է մաքրության խորհրդանիշ ինչպես որ չրեղերի ժամանակ ճուրով մաքրվեցավ մեղքը կամ մենք մգրդության ընթացքին ճուրով է որ գմաքրվինք Հիսուսով ով որ ճուրեն եւ հոգիեն չծնի չգնար Աստծո արքայությունը մտնել հետևաբար ճուրը մաքրության խորհրդանիշ է վարտավարի ժամանակ երբ մարդիկ իրար վրա ճուր գսրսկեն եթե սիրելիներ աստվածային խորհուրդը բահեն շատ սկանչելի է բայց ես չեմ ուզեր այստեղ վիդեոներ ցույց տալ ցեզի պատկերներ ցույց տալ ցեզի ուր սիրելիներ ամեն տեսակ բրձություն է որ գդարվեցավ հայրենի մեր հրաբարագին վրա եւ այնտեղ իսկապես հոգեվոր շնություն եղավ հոգեվոր բորոնգություն եղավ երբ որ այնտեղ ներկայացվեցան Նեպտուն չաստվածը սիրելներ հռոմեական ուրեմն ճուրի չաստվածն է եւ նաեւ հույները Պոսեդոն չաստվածն է որ գբաշտեն նույնն է Նեպտունը կամ Պոսեդոնը մեկը հռոմեական ճուրի աստվածն է մեկը հունական ճուրի աստվածը եւ դեսեք սիրելիներ թե ինչ տեսակ չաստուծո բատկերով է որ ահավասիկ գներգայանա ինչ գապ ունի մեր քրիստոնեական վարտավարին հետ եւ դժբախտաբար քաղաքապետարանը այս արիթով ավելի քան $550,000 ծախսած է որբեսի շոյեր գդարեն եւ մեր գամարմին աղջիկներ գագուխ թաթիկ դղամարդիկ ամեն տեսակ քինարփուկ ամեն տեսակ բարային դրփական բարային շնական բարային ծևեր եւ բոլոր ազգերեն մարդիկ այդտեղ թափված որ վարտավար դոնեն
անոնց մեկ քանին գիտե որ վարտավարը քրիստոնեական դոն է այլևս, որ Քրիստոսի բայձրագերբության այլագերբության դոն է։ Վարտավարի դոնին սիրելներ, այդ հրաբարագին վրա գտնվողներեն քանի առ 100-ը ներկա գտնվեցան Սուրբ Բادرակի։ Դժբախտաբար դերևս 1 առ 100-ը։ Եվսի հոգևոր շնություն։ Ես կուզեմ հոգևոր շնության մասին խոսել։ Շնությունը սիրելներ միայն մարմնավոր չէ, այլ նաև հոգևոր է։ Ինչպես որ դղամարդը լագամգին, երբ ամուսնացած է, սակայն գովնագի նաև սիրական գբահ է, կամ ուրիշի հետ կերտա, անիգա շնացող կգոչվի, նույնպես ալ սիրելներ այն ազգը, որ իր քրիստոնյալալը գբահ է, գսե որ Աստված է մեր դերը, սակայն գովնագի հեթանոսական մեղքեր կգործե ուրիշ աստվածներու ետևեն գերտա, այնպիսին կգոչվի հոգևոր շնացող։ Եվ դժբախտաբար սիրելիներ, ցեվական քրիստոնեությունը այսօր դարձած է նորացև։ Այո, ցեվական օրեն քրիստոնյա ենք։ Այո, մենք կհբարդանանք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք ամբողջ ազգերու մեջ, որ քրիստոնեությունը ընդունած ենք որպես պետական կրոն։ Սակայն ցեվական օրեն սիրելներ ապրելով Աստուծո սիրտը մենք ցավցած կլանք։ Պողոս առաքյալ երկրորդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ կսե. քննեցեք դուք ցեզ, դեսնելու համար թե նույն հավատքի մեջ կմնաք, քննեցեք դուք ցեզ, դեսնելու համար թե Հիսուս Քրիստոսի ներկայություն ունիք ձեր ներսիտին, թե բարձրապես անոր անունը կգրեք։ Հետևաբար ցեվական քրիստոնեությունը սիրելներ, երբ որ մարդ ցեվականորեն Աստուծո անունը կգրե, Աստուծո սրբությունը գխառնե նաև, Աստծո սրբության գխառնե նաև գրաբաշտական աշխարհի կամ հագաստվածային դարեր, անիգա այլևս կգոչվի հոգևոր շնացող։ Կամ հոգևոր շնացող է այն մարդը, որ Աստուծո դեղը աշխարհին գուտա, աշխարհը գխառնե, աշխարհայինը գխառնե հոգևորին հետ։ Երբ իր սերը աշխարհին կգաբե, աշխարհը ավելի կսկսի սիրել, որքան ալ բահե իր քրիստոնյա անունը։ Հակոբոս դիարդեղբայրը 4-րդ գլխու 4-րդ համարին մեջ հետևյալը գսե. անմիտներ, անհավատարիմ մարդիկ, չեք գիտեր թե աշխարհին հետ բարեկամություն անել Աստուծո թշնամություն անել կնշանակե, որովհետև ով որ գուզե աշխարհին բարեկամը լալ, ինքզինք Աստուծո թշնամի կդարձնե։ Ահավասիկ ասիկա սիրելներ, հոգևոր շնություն է, հոգևոր բորոնգություն է։ Հիսուս նույնիսկ հրյա ժողովրդի այդ սերունդը գոչեց չար եւ շնացող ազգ։ Հովանես Մգրդիչ նույնպես ազգը գոչեց շնացող ազգ։ Եթե Քրիստոս այսօր կա սիրելներ, բայց ծրագերբության վարտավարի դոնին դերը մեր երգիրը իջնե ինչ պիտի սեմեզի, աբրիկ, հավատարիմ ազգ, այդպես պիտի գոչե մեզ։ Եվ մարդիկ եթե սկսեն ասել, որ այդքան դխուր եղանք ինչ կալ ուրախություն թող ապրինք, ուրախություն ապրիլ կնշանակե շնացող կյանքով ապրիլ, Աստուծո անհնազանդ կյանքով ապրիլ, որովհետև շնության մաս կգազմե նաև, երբ սիրելներ քրիստոնեական դոնը գփոխարինենք զանազան հեթանոսական դոներով եւ գմորնանք զաստված, գմորնանք ինչ է բայձրագերբություն։ Այսօր հրաբարակի վրա գտնվողներուն շատերուն հարցնենք, եթե ինչ է վարտավարի դոնը, ով գիտե որ բայձրագերբության դոնն է Քրիստոսի, ով գիտե որ Քրիստոսի աստվածային հայտնության դոնն է եւ ոչ թե չրոցի դոնը բարձաբես։ Եվ սիրելներ առանց դոնին մասնակցելու, այսինքն եկեղեցի երթալու, Սուրբ Բادرակի մասնակցելու, Սուրբ հաղորդություն ստանալու, դոնը գադարելը ամբողջությամբ սիրելներ շնություն է։ Տեսեք, թե գրոնական դոն
թե ժողովրդական սովորություն։ Եթե գրոնական դոնը չի գդարվի, միայն ժողովրդական սովորությունը գդարվի, հոգևոր շնություն է։ Իսկ եթե միայն դոնը գդարվի եւ ժողովրդական սովորությունը չգդարվի, ոչ մեկ բան չի փոխեր։ Ճշմարիտը որտեղ դոնն է, խորհուրդն է։ Եվ մենք որ այսքան դարաբաց ժողովուրդ ենք, սիրելներ, որքան կարևոր է որ Աստուծո մոտենանք, ապաշխարությամբ շատ եղան մեր մեղքերը մեր մեջ։ Երեմիա մարգարեին բերնով Աստված սիրելիներ գսկուշացնե ժողովուրդը, որ դժբախտաբար իր մեջ շատ հերացած է։ Գարտացեք Երեմիայի 7-րդ գլուխը, այնտեղ Երեմիա մարգարեն դաջանի մեջ կկարոզե եւ այդ ժամանակվա ուրեմն հրյա ժողովրդին հետեւյալը գսեր։ Ձեր երրորդ համարեն կգարտամ։ Ձեր ջամփաներն ու կորձերը ուղեցեք, որբեսի թողում որ այստեղ բնակիկ գսե Աստված։ Դուք մի աբավինիկ սուտ խոսքերու որ գսեն, դիրոջը դաջարը այս է։ Քանզի եթե ձեր ջամփաներն ու կորձերը ճշմարտաբես ուղեք, եւ եթե մարդուն ու անոր ընկերին մեջտեղ իրավունքը զգուշությամբ կործատրեք, բանտուղտին, որպին, որպեվայրին զրգանք չնեք, ու ամեղ արյուն չտապեք, եւ օդար Աստվածներու յետևե չերտակ, որ ցեզի չարիքի բաժար գլա, այն ադեն այստեղ ցեր հայրերուն դված երկրից մեջ պիտի բնագեցնեմ ցեզ հավիդյանս հավիդենից։ Եթե ուրիշ Աստվածներու յետևեն չերտակ, այն ադեն որ գսե որ ցեզի չարիքի բաժար գլա ուրիշ Աստվածներու յետևեն երթալը։ Այն ադեն պիտի բնագիկ այս երկրի մեջ։ Ահա դուք սուտ խոսքերու գաբավինիկ, որոնք չեն գտնար օգուտ մնել։ Եվ հիմա 9 եւ 10 համարներ շատ կարեւոր են։ Արդյոք քողություն, մարտասպանություն եւ շնություն ունելով, սուտ երթում ունելով եւ փահաղին հետանոս չաստուծո խունջ ձխելով, ցեր չջանցած օդար Աստվածներուն յետևեն երթալով գրնակ գալու իմ արջևս գայնիլ այս դանը մեջ, որ իմ անունովս գոչված է եւս էլ ազատվեցանք, որբեսի այս բոլոր բղծությունները անենք։ Սիրելիներ, մենք քրիստոնյա եղանք, որբեսի այս բոլոր բղծությունները կատարենք։ Այս է մեր վիճակը։ Այս վիճակին հասած է այսօր այս ժողովուրդը, որ հոգևոր շնությամբ սպաղի։ Աստուծո խոսքը սիրելիներ հստակ է, եւ Աստուծո խոսքը սիրելիներ դժբախտաբար մարդիկ որ գամդեսեն չեն գիտեր որ անոր բադիժն է որ պիտի գրեն։ 4-րդ Թագավորաց 17-րդ գլուխը ամբողջությամբ գարտացեք, թե ինչպես Սամարիայի մեջ եկան հետանոսական ազգեր խառնակվեցան եւ սկսան Աստուծմե հերանալ ժողովուրդը եւ այդ ժամանակ դերը սիրելիներ արույցներ ղրգեց որբեսի հոշոդեն զանոնք ատկե վերջը գսվի որ անոնք մինչև այսօր առաջվան սովորություններուն բես կնեն ոչ դիրոջ մեկ վախտան եւ ոչ իրենց կանոններն ու բադվիրանները կգադարեն ոչ ալ այն օրենքն ու բադվիրանը որ դերը Հակոբի որդիներուն տվավ որուն անունը Իսրայել դրեր եւ պիտի տեսնենք սիրելներ թե ինչպես այստեղ Աստված խստիվ կբադվիրե որ իր բադվիրանները թողուցին կգարտամ իրենց դեր Աստուծուն բոլոր բադվիրանները թողուցին եւ երկու հատ սուրածո հոր չինեցին 15-րդ համար անոր կանոններն ու իրենց հայրերուն հետ անոր ռած ուխտը եւ անոր դված վկայությունները մեկտից կեցին ու սրաբաշտության յետևեկացին ու սրաբաշտ եղան եւ իրենց 4 կողմը գտնված ասկերուն հետևեցան որոնց համար դերը իրենց բադվիրեր էր որ անոնց բես չնեն իմ սարսափս վախս այն է սիրելներ որ հարաճիգա դարիներուն որովհետեւ արդեն ամեն տարի մարդիկ Աստուծմե ավելի գեհրանան եւ դեսնելով քաղաքապետարանը այս տարվան իրենց արցնակրած ճագերդի մեջ հաջողությունը թե ինչպես գարինքնե գթութե գգախարթե գքաշե իրենց երգիրը օդարասկի ամեն տեսակ բղծություններ եւ ժողովրդին հաջող երևի այս ծևը
Հետևաբար եթե այս տարի $550,000 ծախսեն, քալդարի $1 միլիոն կծախսեն ուրիշ բաներ անելու համար եւ այսպես երկիրը ավելի չարության մեջ կերտա։ Շատ ահավոր պատկեր մտեսա սիրելիներ եւ սրդիս շատ մեծ ուրեմն նեղություն պատճառեց։ Իջևանի աչաչուր գյուղի մեջ փոքր եկեղեցի մգարուցանված է, ուրեմն 44 օրվա զոհված զինվորի ծնողներու կողմէ։ Եվ այնտեղ հաստատված է պատկերը, Աստվածամոր պատկերը, այս պատկերն է, ցեզի ցույց տամ։ Եվ Աստվածամոր պատկերեն սիրելիներ, Աստվածամոր աչքեն արցունք է որ գոհոսի գտեսնեք ահավասիկ եւ մինչեւ իր ահավասիկ հակուսները գոհոսին ուր որ գտեսնեք գլորի մեջ արածեն որբեսի տեսնեք երկու բաժինները ահավասիկ սիրելիներ Աստվածամոր պատկերը որ արցունք գոհոսի արցունք հոսեցուցած է հայրենիքի մեջ ճիշտ վարտավարեն մեկ երկու օր առաջ ես չեմ ուզել հիմա խոսիլ աշխարհի մեջ բադահած այսպիսի թեփքերու մասին բայց արագ ագնարկ մնեմ եկեղեցու հայրերը թող բարձեն անպայմանորեն թե բադահածը ինչ է բայց արվեստագետն ինքն ալ գսե որ չոր գդորի վրա կծված է այս մեկը եւ բադեն գախված չէ հետևաբար ովև մեկ տեսակի բամը չկա որ բադեն չուր տապանցե պատկերի մեջ եւ չուր հոսի եւ այլն այլասիգա ուրիշ բան չէ եթե ոչ սիրելներ հրաշքմը բայց աշխարհի մեջ փազում դեղեր դեսած ենք Աստվածամոր գամ Հիսուսի աչքերեն արցունքը գամ Սուրբի պատկերեն արցունք դեսած ենք Միրոնի գամ յուղի ցեթի հոսում եւ այդ բոլորը անոր համար են որ այս սրբապատկերներու միջոցով Աստված գուզե ուշադրություն կրավե ժողովրդին ուշադրությունը կրավե որ մարդիկ անդրադառնան եւ ապաշխարեն որքանալ սիրելներ եթե մարդիկ աստվին որ ասիկա մեծ հրաշք է բայց միշտալ Աստվածամոր մանավանդ սրբապատկերը արցունք հոսիլը եղած է այն ժամանակ երբ անոր հաջորդած է մեծ արհավիրքներ մեծ սիրելիներ նեղություններ կովիդեն առաջ բազմաթիվ սրբապատկերներ աշխարհի մեջ Աստվածամոր արցունք տապած են բادرազները առաջ մեծ նեղությունները առաջ սովերը առաջ եւ սարսափով գսեմ թող լեզուս բաբանցի եւ չջշմարդվի ըսածս բայց մեծ վախ ունիմ որ մեր հայրենիքին վրա արհավիրքը կպատրաստվի սոսկումը պիտի բադայի եթե մենք ազգովին չաշխարենք եթե ազգովին չդառնանք Տիրոջ այո սիրելիներ եթե ազգովին Տիրոջ չդառնանք ահավոր բաներ պիտի բադահին մեր ազգին թողասիգա այս պատկերեն հոսած արցունքը նախազգուշացումը լա մեր բոլորին մեր հոգիները խոնարեցնելու զգուշացումը լա ինչպես որ երկրորդ մնացորդած գրքի մեջ 7-րդ գլխու մեջ սիրելիներ Աստված գսե գկարտամ 14-րդ համարը ու իմ անունովս կոչված ժողովուրդս եթե խոնարին ու աղոտ կնեն ու իմ երեսս խնդրեն եւ իրենց չար ճամփաներեն դառնան ես ալ երկինքեմ պիտի լսեմ ու անոնց մեղքը ներեմ ու անոնց երգիրը պիտի բժշկեմ հստակ է Աստծո խոսքը լսեցինք թե Աստված ինչ սավ եթե իմ անունովս գոչված ժողովուրդը ինձի դառնա զղջա ապաշխարե աղոտ բարձրացնի այնադեմ պիտի լսեմ ու բժշկեմ իրենց երգիրը եթե մեր երկրի մեջ շարունակենք այսպիսի բղծություններ արիտ տանք այսպիսի բղծությանց եւ արինքնենք օդար ազգեր այդ ծևով մեր հայրենիքը տուրիստ գալու
Ինչպես որ քանի ամիսներ առաջ գդարվեցավ նաև քինի ֆեստիվալը, քինի դոնահանտեսը, եւ այնտեղ սիրելիներ նորեն, եթե տեսնեք պատկերներ ուղագի գսարսափիկ, եթե դիտեք վիդեոները գսարսափիկ, ինչ տեսակ դրփական բարելներ այս վարտավարի դոնի ժամանակալ չրոցի ժամանակ աղջիկներ թափանցիկ հակոստերով իրենց մարմին փագած իրենց մարմի ամեն բարեմաստությունները դուրս հանած եւ այնպիսի գրքոտ բարեր որոնք այդ ժամանակ հետանոց չաստվածներուն թիմած կբարեին այդպիսի բաներ ուղագի մարդ կսարսափի եւ թեր գզարմանանք որ ինչպես Աստված նույն վարյանին չհարվածեց մեր հայրենիքը ինչպես ճիշտ պատկերացուցի սիրելներ թե ինչպես Մոսես երբ Սինալերը փարսացավ երբ Աստուծո հետ կհանդիպեր եւ Աստված իրեն դասնապանյա բադիրան գուդար վարը ժողովուրդը ոսկի հորտ սարկած ոսկի հորտը կբաշտեին քինարփուկի մեջ էին բորոնգության մեջ էին շնության մեջ էին եւ Մոսես խելակ արվեցավ իր ցերկի դախտակները գդրեց դասնապանյա բադիրանները գդրեց եւ ապա այդ որդի ոսկի հորտը այրեց մանրեց եւ ճուրը թարն ճուրը խմցուց ժողովրդին ասելու համար որ Աստված ցեզի թարնություն թողდა ճուրը սիրելիներ նորեն գսեմ իրար ուրա ճրելը չէ հարցը երբ հետանոսությամբ է որ գաբրինք Աստված բահերենք բայց շնացող կյանքով գաբրինք փահարի եդևեն գերտանք այդ է հարցը եւ գուզեմ ավարտել սիրելիներ այս ցավոտ դեսահոլովակը Եղիա մարգարեին պես ասելով ինչպես որ Եղիա մարգարեն գանկնեցավ ժողովրդին դիմաց կգարտանք 3-րդ թագավորաց գրքի 18-րդ գլխում մեջ մոդեցավ ժողովրդին եւ ասավ եւ որ ժողովրդի մեծ մասը փահաղ Աստվածը կբաշտեր 21-րդ համարը պիտի գարտամ ասավ Թուք մինչև երբ երկու մտքի վրա պիտի գաղաք եթե դերը ինքն է Աստվածը անոր յետևեն կացեք իսկ եթե փահաղն է Աստվածը անոր յետևեն կացեք հիմա նույն ցևով եթե մեզի համար Հիսուս Քրիստոսն է դեր Աստվածը Հիսուս Քրիստոսի խոսքերուն յետևեն երտանք իսկ եթե այսպիսի հետանոսական աստվածներ են չաստվածներ են մեր աստվածները կամ ծեր աստվածները անոր յետևեն կացեք հոգևոր շնութենե հրաժարեցեք Ես սիրելի ավադացիալներ խոսքս հատկապես ցեզի համար է անոնք որոնք Աստուծո մեհերու են արդեն անոնք որոնք անդարբեր կյանքով գաբրին արդեն դժբախտաբար ոչ իսկալ մդիկ բիդենեն այս խոսքերը իմ խոսքս ցեզի համար է արտնության համար է որբեսի արդուն գտնվիկ եւ դու գաչ չդարվիկ որբեսի չլա որ հանգարց անոնց մեղքին մասնակցելով անոնց նաև բադիժինալ մասնակցիկ ինչպես կգարտանք հայտնությունով անու 18-րդ գլխու 4-5 համարներու մեջ անչափ գեցեք հետանոսերեն գսեդերը անչափ գեցեք դուրս ելեք հոգևորապես անոնց մեղքի մասնակից միելակ անոնց հոգևոր շնության մասնակից միելակ թե ոչ անոնց նաև բադիժինալ մասնակից միելակ անոլար արժանի միելակ մեկը չի գնար երկու դերերու ծարայել գամ Աստուծո գամ փահաղին հետևաբար ասկե վերջ գիտնակ վարտավարը քրիստոնեական դոն է բայցարագերբության դոնն է Քրիստոսի վարդի նման իր աստվածությունը հայտնելու դոնն է եւ ոչ թե տանոսական դոնը կացեք եկեղեցի ինչ լավ էր որ անցյալին սիրելներ հատկապես Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու երդասարտացը վարտավարի Սուրբ Ադրակեն վերջ ժողովրդական շուրջ բարեր կգազմագերբեր խաղեր գնեին մրցումներ կգադարվեին ուրախություն գլար եւ ոչ թե այսպես անարակ բատկերներով բարեր դրփական բարեր մոլորեցնող շնացնող բարեր որոնք ուրիշ բան չեն եթե ոչ չաստվածներու ճաշտամունք
Չփարգացնեք Աստված։ Սիրելիներ, հավասիկ Աստվածամոր բատկերեն արդյունք է որ գոսի։ Գաղաչեմ սիրելի ավադացիալներ, սիրելի քույրեր եղբայրներ, խոնարեցնենք մեր սիրտը եւ խնդրենք մեր ասկագիցներուն համար խնդրենք Տիրոջը որ դեր մեղքի համարեր իրենց եւ իրենց ըրածին համար մեր հայրենիքը վտանգի մի մատներ գաղաչեն քեզի արդեն այնպիսի վտանգների անցած է հայրենիքը այնպիսի նեղությունների անցած է այնպիսի ցավերի անցել է չլա որ դեր մեր հայրենիքը գործընծնենք խոնարեցնենք մեր անձը Աստվածամորը մենք ալ արդյունք տապենք այս անգամ զղջումի ապաշխարության որբեսի դերը նայի մեր զղջման եւ ողորմի մեզի մեր ասկին եւ բժշկե մեր հայրենիքը այս տողլա յուրաքանչյուր հավատացյալ զավագի բարդականությունը այս շրջանին հերումնալով ամեն տեսակ հետանոսական սովորություններեն միշտ եկեղեցի աջակելով միշտ սուրբ բادرակներում աստակցելով միշտ սուրբ հաղորդություն առնելով եւ աղոթելով ազգի իրենց հոգիներու եւ իրենց ընտանիքներու փրկության համար Աստված ցեզ արադաբես տողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին